Ազգային ժողովում այս տարվա ձմեռպապը Ալեն Սիմոնյանն էր։ 3 միլիոն պարգևավճարները տվել է քեֆնարեպ ու ուղարկել վայելելու։ Մնում է հասկանալ, թե ինչ են ուզում քաղաքական գործիչները, որ ձմեռպապը ոչ թե բերի, այլ տանի իր հետ հյուսիսային բևեռ։ Նիկոլ Փաշինյանին։ Սրտանց ուզում եք։ Հետաքրքիր է, մեր ընդդիմությանը։ Բոլորի։ Բոլորի նրանք այնտեղ շատ երջանիկ կլինեմ, վստահ եմ ձմեռպապիկը իրենց բոլոր ցանկությունները իրականություն կդարձնի։ Ում կուզենաք, որ ձմեռպապը իր հետ տանի Լապլանդիա։ Հայաստանից հավաքի բոլորի ջղայնությունը եւ իր հետ տանի, լցնի իր պարկը ու տանի։ Մարդ պետք չի տանի, մեր մարդիկ պետք են այստեղ։ Պարզ չէ, այս մեկ անձև կարծում եմ, իր բոլոր հետևանքներով, անունը չասեմ, այսօրվա Հայաստանի վարչապետին։ Թող ձմեռպապը տանի իր երազանքները Լապլանդիայում իրականացվեն, մենք է վերականգնենք իրավունքի գերակայությունը մեր երկրում։ Այսինքն տաներ ու սառեցներ ընդեղ։ Նայած, հետ չբերելու վերաբերյալ։ Այսօրվա իշխանության ներկայացուցիչներին, ամենակարկառուն դեմքերին, բոլոր, այո։ Ձմեռպապը չի տանի, բայց 26 թվին շատերին ժողովուրդը իր քվեարկությամբ կտանի, որտեղ մենք նախընտրական տարի ենք ունենալու, նաև ընտրական։ Լապլանդիա տանի բոլոր երկակի ստանդարտները, ինչը որ օգտագործվում է։ Եվ հույս ունեմ մի քիչ էլ բարություն։ Մարդ չեք ուզում, որ հետը տանի ձմեռպապը։ Որ դա տանի ավտոմատ իր հետ այնքան մարդիկ կգնա։